Հարգելի հայրենակիցներ, հա, ես հիմա Պարոն Թևանյան, ծանոթացել եք։ այո, Ոչ մայրկայություն չէ տանում, կանդալները։ Գիշերը ձերբակալել են Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին։ Դատախազը դրա նկատմամբ հարուցել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով։ Խափանման միջոցը որոշելու վերաբերյալ դատական նիստը տեղի կունենա այսօր։ Կեսգիշերին կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստից եւ դատախազի քրեական հետապնդում հարուցելուց հետո Թևանյանն անձամբ է ներկայացել քննչական կոմիտե։ Տեղեկություններ ունենք, որ մայիսի 26-ին Բաքվում տեղի են ունենալու որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների քննության դատական լսումները։ Այս մասին Նյուզեեմին ասել է Միեդում հայ գերիների շահերի պաշտպան Սերանուշ Սահակյանը։ Տեղեկությունը փաստաբանին հասել է գերիների ընտանիքներից։ Այն իրականում շատ կծկտուր է, նույնիսկ չունենք պատկերացում կոնկրետ ում գործերով է վերաքննիչ բողոքը ներկայացվել եւ վարույթ ընդունվել։ Ինչպես է դա արվել, քանի որ անգամ ռազմական դատարանի դատավճիռները նրանց չէին տրամադրվել, նշել է Սահակյանը։ Պաշտպանի խոսքով հավաստի տեղեկություններ իմանալու հնարավորություն չկա, անգամ նոր առաջարկված մեխանիզմը այն է հյուպատոսական այցելությունների եւ աջակցության գործիքակազմը եւս շարունակում են մնալ չկիրառված։ Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբա, Ռուսաստանին որքան հնարավոր է շատ ցավ պատճառելու նպատակով, ասել է Ռուսաստանի արգոս նախարար Սերգեյ Լավրովը։ Արևմուտքը փորձում է մեր դաշնակիցներին բաժանել իրարից, սկսելով առաջին հերթին մեր հարևաններից, ինչպես դա արեցին Վրաստանի եւ Մոլդովայի հետ, ինչպես հիմա անում են Ուկրաինայի հետ, եւ ինչպես հիմա փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ, նշել է նա։ Ռոսպոտրեբնadzորը դադարեցրել է Հայաստանից ներմուծված ոչ որակյալ ալկոհոլային արտադրանքի իրացումը, հայտնել են կազմակերպությունից։ Գերատեսչությունից հայտնել են, որ պարտադիր պահանջների խախտումներ են հայտնաբերվել Վեդի Ալկո, Աբովյանի կոնյակի գործարան եւ Շահնազարյան գինու կոնյակի տուն ընկերությունների արտադրանքում։ Կարգավորող մարմնում նշել են, որ խախտումներ են հայտնաբերվել Գետապ Վերնաշեն կարմիր կիսաքաղցր գինու եւ Վեդի Ալկո հարճի T3 Legends Arni սպիտակ չոր գինու մեջ։ Թունդ խմիչքների շարքում անհամապատասխանություններ են հայտնաբերվել հայկական կոնյակ 5 աստղ եւ Շահնազարյան XO 7 տարվա հնեցմամբ կոնյակների մեջ, այլ մանրամասներ գերատեսչությունը չի հայտնել։ Նախորդին դաշնությունը հայտնել էր, որ ժամանակավորապես կասեցրել են նաեւ ջերմուկի, մրգերի ու բանջարեղենների որոշ ծաղիկների ներմուծումն ու սպառումը հայտնաբերված խնդիրների պատճառով։ Կաննի 79-րդ կինոփառատոնի արտամրցույթային ցուցադրությունների ընթացքում դահլիճը մոտ 5 րոպե հոտնկայս ծափահարել է ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին։ Ցուցադրությունների շարքում է ռեժիսոր Անտոնին Բոդրիի «Դե Գոլ» թեքվող երկաթ դրաման, որտեղ գլխավոր դերը մարմնավորում է հենց Սիմոն Աբգարյանը։ Այս ֆիլմը փառատոնի ամենաշատ քննարկվողներից է, մասնավորապես ֆրանսիահայ դերասանի կերպարը։ Կինոքննադատները նկատել են, որ նա ոչ թե գրքից վերցված կերպարին է կերտում, այլ հենց Դե Գոլին է ներկայացնում հանդիսատեսին, մի պահ մոռանալով անգամ սեփական ինքնությունը։ Ֆիլմի առաջին հատվածը ներկայացվել է Կաննի պաշտոնական ընտրության մրցույթից դուրս ծրագրում։ Այն պատմում է 1940 թվականի այն օրերի մասին, երբ Ֆրանսիան կանգնած էր պարտության եզրին, իսկ Դե Գոլը Լոնդոնից փորձում էր աշխարհին համոզել, որ Ֆրանսիայի պայքարը դեռ ավարտված չէ։ Ֆիլմի երկրորդ մասը Ֆրանսիայում կթողարկվի առաջինից ընդամենը 1 ամիս անց եւ դատելով նախնական արձագանքներից ֆիլմն ինքնին բոլոր հնարավորություններն ունի դառնալու տարվա ամենակննարկվող ֆրանսիական թողարկումներից մեկը։ Ночью 22 мая вооруженные формирования Украины используют 4... Ուկրաինայի զինված ուժերի հարվածը Ստարոբելսկին չէր կարող պատահական լինել։ Դա կանխամտածված հարված է քաղաքացիական օբյեկտին ռազմական հանցագործություն, հայտարարել է Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում։ Քնած երեխաների վրա հարձակումը եւս մեկ ապացույց է Կիևի իշխանությունների վախկոտ, ահաբեկչական եւ հակամարտկային լինելու վերաբերյալ, որոնք պարտություն կրելով մարտադաշտում հարվածներ են հասցնում անթույլատրելի վայրերի ուղղությամբ, մինչդեռ այդ հանցագործությունները արդարացնում եւ թաքցնում է Արևմուտքը, նշել է նա։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուկրաինական հարվածները անվանել էր ահաբեկչություն եւ դատապարտել է ռազմական գործողությունը։ Ռուսական կողմը Ստարոբելսկ է հրավիրել նաեւ օտարերկրյա լրագրողներին հարվածները հերքելու մասին Արևմուտքի հայտարարությունների ֆոնին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը արմատապես փոխել է գրին քարտ ստանալու կարգը։ Այսուհետև ԱՄՆ-ում զբոսաշրջային, ուսանողական կամ աշխատանքային ժամանակավոր վիզաներով գտնվող օտարերկրացիները չեն կարող երկրի ներսից դիմել եւ գրին քարտ ստանալ։ Նրանք պարտավոր են լքել ԱՄՆ-ն, վերադառնալ հայրենիք եւ գործընթացը անցնել այնտեղի ԱՄՆ հյուպատոսության միջոցով։ Սրա նպատակն է փակել այն իրավական այսպես կոչված բացը, որով ժամանակավոր այցելուները մնում էին երկրում մշտական բնակչության համար։ Կանոնը չի տարածվի փախստականների եւ որոշակի հատուկ աշխատանքային վիզաներ ունեցողների վրա, օրինակ H1B։ Ներգաղթյալների իրավունքներով զբաղվող կազմակերպությունները պատրաստվում են այս որոշումը մոտորերս բողոքել ԱՄՆ դատարաններում։ Այս որոշումը կարող է հանգեցնել ընտանիքների երկարատև բաժանման։ Բացի այդ, այն անձանց, ովքեր նախկինում խախտել են ԱՄՆ-ում մնալու ժամկետները, երկրից դուրս գալուց հետո սպառնում է ԱՄՆ մուտքի 3-ից 10 տարվա ավտոմատ արգելք։ Իրանական ռազմական աղբյուրը Թասնիմին հայտնել է, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են նոր ռազմական գործողությունների, եթե ԱՄՆ-ն կամ նրա դաշնակիցները թշնամական գործողություններ ձեռնարկեն։ Պաշտոնական Թեհրանը զգուշացրել է, որ ցանկացած հարձակում կհանգեցնի ավելի առաջադեմ երրորդ փուլով պատասխանի, որը կներառի նոր զենքեր, մարտավարություն եւ հնարավոր է ավելի լայնածավալ գործողություններ։ Այս զարգացումների ֆոնին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել օպտիմալացնել վառելիքի սպառումը։ Հայտարարել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեժադը։ Նրա խոսքով ռազմական գործողությունների ակտիվ 40-օրյա փուլի ընթացքում ԱՄՆ-ն եւ Իսրայելը հարվածներ են հասցրել երկրի վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքների մի շարք օբյեկտների, այդ թվում գազային օբյեկտներին եւ Թեհրանում գտնվող վառելիքի պահեստներին։ Անհրաժեշտ է խնայողաբար ծախսել վառելիքը մինչեւ խնդրի վերջնական կարգավորումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրճատել է Նյու Ջերսիում անցկացրած իր հանգստյան օրերը եւ վերադարձել Սպիտակ տուն առաջիկա 3 օրերի ընթացքում Իրանի վրա հնարավոր հարվածներին նախապատրաստվելու համար։ Նախորդին The Wall Street Journal պարբերականի տեղեկություններով Թրամփը որոշել էր Իրանին հնարավորություն տալ դիվանագիտական ճանապարհով համաձայնության գալու նպատակով։ Ամերիկացի առաջնորդը հանդիպել էր ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հետ Թեհրանի վերաբերյալ հաջորդ քայլերը քննարկելու համար։ Նյու Յորքի նավաշինարանում բռնկված հրդեհի եւ հաջորդած ուժգին պայթյունների հետևանքով 1 մարդ զոհվել է, 36-ը վիրավորվել, հիմնականում հրշեջներ ու փրկարարներ։ Նրանք տուժել են, երբ փորձում էին կառույցի նկուղից դուրս բերել այնտեղ արգելափակված 2 բանվորի։ Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտարարել է, որ սա բարդ, արագ զարգացող արտակարգ իրավիճակ է եւ առաջին արձագանքողներն արել են այն, ինչ միշտ անում են՝ վազել են դեպի վտանգը, որպեսզի մյուսները կարողանան փրկվել։ Չինաստանի հյուսիսում գտնվող ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 82-ի։ Գազի պայթյունը տեղի ունեցել Ցինյուան գավառի Լյուշենյու ածխահանքում ուրբաթ օրը, տեղական ժամանակով ժամը 19:29-ին, երբ հանքում եղել է 247 բանվոր։ Պայթյունի մանրամասները դեռևս հայտնի չեն, սակայն փլատակներում կան անհետ կորածներ։ SpaceX-ը պատմության մեջ ամենամեծ հրթիռի փորձնական թռիչքն է իրականացրել։ Կադրերում երևում է, թե ինչպես է հրթիռը բարձրանում Starbase մեկնարկային հարթակից։ Starship V3-ը նախատեսված է Starlink արբանյակների ավելի հաճախակի արձակումները հնարավոր դարձնելու եւ դեպի լուսին NASA-ի ապագա առաքելություններին աջակցելու համար։ Ընկերությունը ծախսել է ավելի քան 15 միլիարդ ԱՄՆ դոլար Starship-ը լիովին վերաօգտագործելի տիեզերանավ դարձնելու նպատակով։ Նախորդ օրվա արձակման փորձը չեղարկվել էր ուժ ժամին տեխնիկական խնդիրների պատճառով։